Արիա ողջույն։ Ողջույն։ Մենք այսօր ունենալու ենք անկեղծ ու բաց զրույց։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ դու եղել ես մեյքափ արտիստ։ Չգիտեմ, այս պահին ոնց որ այդքան էլ ակտիվություն չես ցուցաբերում քո աշխատանքում, բայց ուզում եմ քեզ հարցնել։ Հիշում ես այն պահը, երբ առաջի անգամ հասկացար, որ ուզում ես զբաղվել մեյքափով։ Հա, հիշում եմ։ Ունեի մոտ ընկերուհի, ինքը մեյքափ արտիստ էր, իր մոտ միշտ ինձ մոդել էր կանչում, ոնց որ սիրունացնում էր, ինձ նկարում էր ու իրանից եմ սկսել անգամ այս իմ գործունեությունը, որ հիմա ծավալում եմ մոդել որպես բլոգեր, էլի իրենից է սկսվել, անկեղծ։ Ես իրեն շատ շնորհակալ եմ, որ իրենից հենց սկսվեց, որ ես սիրեցի, ասաց, գիտես, քո ձեռն էլա լավ, ոնց որ անդադ որ ցենց իր մոտ թեկուզ իր վրցիներով քսվում էի, բան ասում էր, մար գիտես, չէ, քո մոդել է ստացվում, արի սովորացնեմ։ Մի օր զանգ եկավ ինձ, ասաց, ինձ չի հետաքրքրում որպես քույր, ես քեզ պարտադրում եմ, որ դու պիտի վաղվանից գաս դասերի։ Ու տենց ոնց որ սկսվեց, սիրել եմ շատ, բայց այս ամեն ինչը հիմա ինձ ավելի է դուր գալիս, քան դա, չգիտեմ, գուցե ընթացքում հետո նորից նույն գործունեությունը ծավալեմ, որովհետև իրոք սիրում եմ ու ստացվում է իմ մոտ, բայց այս պահին դեռ այս մոդելինգով ու բլոգերությամբ եմ էլի ուզում։ Դե մեյքափը քո համար եղել է որպես սեր, թե որպես աշխատանք ես դիտարկել սովորելուց։ Սիրել եմ, համ էլ որպես աշխատանք, բայց հետո փոխվեց։ Երբ սկսեցի զգալ, որ արդեն ինչ-որ բան փոխվում է ներսումդ, ու այլ դու չես ուզում մեյքափ անել։ Էջումս շատ ռիլեր էի տեղադրում, նկարներ, ու զգում էի, որ մարդկանց դուր է գալիս, ակտիվ է էջս շատ, ու այդտեղից ոնց որ սկսեցի արդեն փոփոխել միտքս։ Ինչն էր քո համար ամենադժվարը։ Թողնել այն ամեն ինչը, որ սկսել ես, թե այն ամեն ինչը, որ ուզում ես կայանալ։ Իրականում այն ամեն ինչով որ սկսում եմ կայանալ, իրականում դժվար է, բոլորին թվում է հեշտ է, չէ, ասում են մեկ-մեկ ինչ են անում, որ, չէ, բլոգեր դառնալու որոշում ավելի հեշտ տրվեց, թե երկար ժամանակ ես մտածել։ Հեշտ։ Սիրել եմ, փոքրուց սիրել եմ, որ հայտնի լինեմ, ես, չգիտեմ, սերիալներում նկարվեմ։ Ով ամենաշատը ազդեց այդ որոշման վրա։ Շատ ընկերներ ունեի, ընկերուհիներ, որ ասում են, գիտես, չէ, Մարկո մոտ շատ լավ է ստացվում, վստահ ենք, որ նայում ենք ռիլերի դիտումները, որ հաստատ կարաս, էլի, խորացի ու տենց ոնց որ իմ մոտ մարդկանցով սկսեցի։ Հիշում ես առաջին համագործակցությունդ ո՞նց ա եղել։ Առաջին համագործակցությունս եղել է ճամպրուկների խանութ կար, անունը չտամ, բայց իրենք են ինձ ոնց որ հրավիրել, իրենց մոտ առաջի անգամ ես ճիշտն ասած, ոնց որ պետք է գնայի Դուբայ, իրենց առաջարկեցի բարտերային համագործակցություն առաջին անգամ, ու որ համաձայնվեցին իմ հետ այդ բարտերային համագործակցությունը, ինքը էլի հայտնի խանութ է, էլի, այնպես չի որ իրենք ոնց որ այդ ռիլից հետո որ ես իրենց գովազդեցի, առաջարկեցին իրենց էջում լինեմ մոդել, ու հենց իրենցից է սկսվեց։ Իսկ ինչ է զգացել այդ բանը, ավելի շատ վախ, թե ավելի շատ առաջ գնալու զգացողություն ա եղել։ Համ վախ, համ առաջ գնալու զգացողություն։ Դե իրականում վախենում ես, չէ, ինչ-որ մի բան չձախողել, արել եմ ու սիրով եմ արել, ստացվել է։ Իսկ երբ ես զգացել, որ արդեն սա քոնն է ու ստացվում է քո մոտ։ Ընթացքում այդ ամեն ինչը սկսելուց հենց արդեն որ արձագանքն էի տեսնում մարդկանց, չգիտեմ, կոմենտները, ընկերներիս արձագանքը, որ շատ լավ է ստացվում, ավելի էի մոտիվացվում ու էլի շնորհակալ եմ բոլորին։ Հիմա քո էջը մի քիչ այլ ֆորմատ ունի, դու ավելի շատ նկարահանվում ես որպես մոդել, ավելի շատ գովազդներ ենք մենք տեսնում քո էջում, քան որ եթե կոնտենտային ինչ-որ վիդեոներ։ Այ դա քեզ համար ինչպիսին է։ Նորմալ է դու դրան նայում, թե քեզանից ավելի շատ բան կարող ենք սպասել։ Չէ, հաստատ շատ բան կարող եք սպասել։ Որոշել եմ։ Իրականում մոդել որպես դե կաշխատեմ, բայց կոնտենտ ուզում եմ ինձ համար ստեղծեմ։ Քեզ համար հիմա սա ավելի շատ ստեղծագործական ինչ-որ process է, թե ավելի շատ ֆինանսական աճի համար։ Չէ, իրականում ստեղծագործական։ Սիրում եմ ստեղծեմ, ուրախացնեմ մարդկանց ու սպասեք ավելի։ Իսկ երբևիցե ուզեցել ես ավելի բաց լինել քո լսարանին, բայց ինչ որ բան կանգնացրել է քեզ։ Իրականում հա, եղել եմ պահեր, որ ուզել եմ, բայց հետո հետ եմ կանգնել այդ որոշումից, որովհետև վախեցել եմ, հա, մարդկանց կարծիքներից բան հաստատ վախեցել եմ ու մի քիչ քաշվում եմ ես էլի։ Հիմա էլ է քեզ համար մարդկանց կարծիքները այդքան կարևոր։ Որ ասեմ ընդհանրապես կարևոր չի, կստեմ, կարևոր է, ինձ թվում է բոլորիս համար էլ դե կարևոր է, բայց աշխատում եմ շատ այդ վատին բան չանեմ, էլի, հա, ուշադրություն չդարձնեմ։ Քեզ համար ինչ կարևոր սահմաններ կան,
որոնք որ դու կպահես եւ ավելի մոտ չես թողին մարդկանց։ Անձնականի հետ կապված, որ թույլ չեմ տալիս ոչ մեկին տեն շատ մոտ։ Շատ բարի եմ ես բնավորությամբ, բայց մարդիկ չէ, տարբեր են լինում, բոլորը չի որ այդ ճիշտ են ընկալում, բայց հիմա շատ եմ փոխվել ու շատ սահմաններ իրոք դնում եմ թեկուզ ընկերության մեջ, շատ մոտ չեմ թողնում մարդկանց արդեն։ Քո հետևորդները ապագայում քեզնից ինչպիսի կոնտենտ կարող են սպասել։ Ճիշտն ասած չեմ որոշել։ Ուզում թողնեմ իրենց, դուք որոշեք։ Գրեք, ինչ կոնտենտ կուզեք ինձանից տեսնեք։ Երևի իմ հետ կապված ավելի շատ այդ beauty ոլորտ, մոդելային, ինձ թվում է իմ դա է, էլի, ինչ որ ուրիշ։ Մենք քեզ կտեսնենք երբևէ նորից մեյքափի ոլորտում, թե դու արդեն փակել ես այդ էջը քեզ համար։ Չեմ փակել։ Իրականում կա այդ միտքը, որ գալիս գնում է, որ համատեղ եմ իմ այս գործունեության հետ հաստատ ինձ թվում է կստացվի, բայց երբ դեռ չգիտեմ։ Հիմա մենք խաղալու ենք խաղ։ Կարմիր կանաչ դրոշակներ։ Դրոշակները քո կողքին են, կարող ես վերցնել։ Ես քեզ կտամ հարցեր, դու դրոշակների միջոցով պատասխանիր հարցերին։ Գովազդանել մի բան, որը դու չես օգտագործում։ Չէ։ Ֆիլտրով ամբողջ դեմքը փոխել։ Մեկ անում եմ։ Չեմ խափի։ Ընտանիքը ցույց տալ կոնտենտում։ Վատ բան չեմ տեսնում։ Ամեն օր սթորիներ հրապարակել, բայց հետաքրքրություն իր մեջ չունենա։ Չէ, դե որ անում ես պետք է հետաքրքրություն ունենա։ Օրինակ ինչ որ կեղծ արդյունքներ ցույց տալ, առաջ ու հետո, բայց որը որ իրականում չի համապատասխանում։ Լյուքս ապրանքներ միայն գովազդել։ Չէ, խտրականություն չեմ դնում։ Դիր։ Հետևորդներին անմիջապես պատասխանել մեկնաբանություններում։ Անում եմ։ Ժամանակ մի քանի բրենդի հետ աշխատել։ Նույն ոլորտի, թե տարբեր։ Երկուսն էլ կարաս ընտրես։ Եթե իրանց համար օրինակ այդ նորմալ է, կանեմ, խնդիր չկա։ Օրինակ իրականում ոնց կաս այդպեսին լինես, թե մենակ միշտ հարդարված, ավելի գեղեցիկ, ավելի sense սիրուն ձևերով ներկայանաս։ Չէ, սիրուն ձևերով ներկայանա։ Մրցույթներ կազմակերպել, բայց միայն հետևորդներ հավաքելու նպատակով։ Չէ, հավաքելու համար։ Չէ։ Դրոշակներով խաղը այսքանն էր։ Հիմա մենք ուրիշ խաղ ենք խաղում, որը կոչվում է բլից հարցեր։ Ես քեզ կտամ բլից հարցեր, դու շատ արագ հարցերին պատասխանել։ Փող թե ճանաչում։ Ճանաչում։ Բրենդ թե անձնական կյանք։ Անձնական կյանք։ Story թե reel։ Reel։ Նական թե full make-up։ Full make-up։ Մեծ մեկ համագործակցություն թե 10 փոքրիկ։ 10 փոքրիկ։ Հետևորդներ հավաքել թե իրական ներգրավվածություն։ Իրական ներգրավվածություն։ Հեյթերներին պատասխանել թե անտեսել։ Պատասխանում եմ։ Instagram թե YouTube։ Instagram։ Միայնակ աշխատել թե թիմով։ Միայնակ։ Ռիսկ անել թե ապահովագրված լինել։ Ռիսկ անել։ Ինձ թվում է այս ամենից հետո պետք է մի հատ ռիսկ անես, full make-up-ից դառնաս իրական առանց ֆիլտր, չէ։ Սպասեք տենց ռիլ կարես։ Սպասեք նա տենց վիդեոյի։ Всё, դու ես նպաստել վերջի դրան, որ ես առանց ֆիլտրի առանց սկսվել, սենց։ Եկեք համոզենք թողանի։ Անա։ Այսօրվա հարցերը այսքանն էր, բայց մենք ունենք ամենավերջին փուլ, որտեղ դու պետք է զանգես քեզ ամենահարազատ մարդուն, ում դու ուղղակի կասես, որ սիրում ես իրան։ Էլի 7 հա։ Հեսա գալիս։ Զանգեմ մամայիս։ Իրանից թանկ մարդ։ Մամա ինձ խոյտոր։ Չոս ինչ ա եղել։ Ինչա պետք։ Ալո։ Մամ։ Հա։ Զանգել եմ քեզ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում։ Yeah։ Բա, ինձ չես սիրում։ Սիրում եմ, բանս չեմ սիրում։ Լավ, պատճում եմ, դե կզանգեմ։ Ասի չասելու այ ինչ։ Ինչ բան է։ Որ ասում քեզ շատ եմ սիրում, կամ ինչ որ sense գիտես, ինչ հերվից եմ մոտիկ անում, ինչ որ մի բան։ Հասկացա։ Իրականում ես խոսքերով շատ չեմ ասում, որ մարդկանց սիրում եմ, բան sense, էլի իրեն անսովոր է։ Բայց ցույց եմ տալիս, ես սիրում եմ գործողությամբ ցույց տամ, որ սիրում եմ։ Շատ ուրախ եմ, որ եկել էիր։ Ես շնորհակալ եմ, որ ինձ կանչեցիր։ Իրոք շատ ուրախացա ու սիրով եկել էի։ Կարծում եմ քեզ մի այլ կողմից էլ բացահայտեցին։ Հա, հաստատ։ Ապրես շատ։